Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Երևանում մեկնարկել է Եվրոպական միություն Հայաստան գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանում Եվրոպական միության գրեթե բոլոր երկրների ղեկավարները։ Բայց նրանց հետ միասին Հայաստան են ժամանել նաև Ուկրաինա եւ Մոլդովայի ղեկավարները։ Սա արդեն հարցերի տեղիք է տալիս։ Այդ երկու պետությունները չեն հանդիսանում Եվրոպական միության անդամ, բայց նրանց ժամանելը Հայաստան լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին։ Եթե նրանք մասնակցում են այս խորհրդաժողովին, ապա առնվազն Բրյուսելի թույլտվությամբ, քանզի Հայաստանը չէր կարող Եվրոպական միության ոչ անդամ պետություններին հրավիրել այս գագաթնաժողովին առանց Բրյուսելի համաձայնության։ Դա նշանակում է, որ սա լավ կազմակերպված եւ քողարկված պրովոկացիա է, քանզի այս երկու երկրների ղեկավարները հայտնի են իրենց շատ լուրջ հակառուսական տրամադրություններով եւ այն քաղաքականությամբ, որ վարվում է նրանց կողմից Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Ինչու եմ ես սա շեշտում, քանզի այս գագաթնաժողովը ըստ էության անցկացվում է ՀԱՊԿ տարածքում եւ սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ բոլորի համար։ Ուկրաինան գտնվում է պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ, իսկ Մոլդովա-Ռուսաստան հարաբերությունների մասին շատ կարելի է խոսել բացական իմաստով։ Բացի այդ, Ուկրաինայի մասնակցությունը այս գագաթնաժողովին հարցեր է առաջացնում հայ ազգաբնակչության մոտ, քանզի հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Ուկրաինայի կողմից տրամադրված ֆոսֆորային ռումբերն էին օգտագործում ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի խաղաղ ազգաբնակչության դեմ։ Այնպես որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Իսկ ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա այդ թեմային մենք կանդրադառնանք մեր հաջորդ հանդիպման ժամանակ, երբ հայտնի կդառնա, թե ինչ հարցեր են քննարկվում եւ ինչ վերջնական փաստաթուղթ է ընդունվում։ Իհարկե մամուլում կա տեղեկատվություն եւ տարածում է տեքստ, իբր վերջնական տեքստի մասին փաստաթղթի, բայց սպասենք իրադարձությունների զարգացմանը եւ մյուս հաղորդման ժամանակ հանգամանալից կանդրադառնանք ինչ հայտարարություն է ընդունվել, որ կետերն են, որ կարող են վնասել Հայաստանին եւ որ կետերի շուրջ է, որ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները կարող են ավելի մերձենալ։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Եթե հիշում եք, մենք նշել էինք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս ՕՊԵԿ-ից եւ ՕՊԵԿ+-ից։ Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրություններ-Իրան հարաբերությունները բավականին լարվել են։ Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին էր մեղադրել Արաբական Միացյալ Էմիրություններին վերջինիս կողմից թշնամական գործողություններ իրականացնելու մեջ։ Եվ Իրանը պաշտոնապես դիմել է Սաուդյան Արաբիային եւ Օմանին, նշել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերություններում կա զգալի լարվածություն։ Այն, որ այդ հարաբերությունները լարված են, դա նոր չէ։ Հիշեցնեմ, որ երկու պետությունների միջև նաև կան տարածքային խնդիրներ, հենց Օրմուզի նեղուցի մոտ գտնվող երեք փոքր կղզիների հետ կապված մեծ թամբ, փոքր թամբ, Աբու Մուսա, եւ Իրանը դեռ ռազմական գործողությունները սկսելուց առաջ զինված ուժեր տեղակայեց այդ կղզիների վրա, որը հնարավորություն տվեց նրան ներկայումս ապաշրջափակել եւ շրջափակել Օրմուզի նեղուցը։ Այսինքն Իրանը կարող է եւ բացել եւ փակել եւ ըստ էության ոչ ոք չի կարող նրան պարտադրել հակառակն անել, քանզի ռազմավարական տեսանկյունից այդ կղզիները գտնվում են այսօր Իրանի հսկողության տակ եւ Իրանը դա համարում է իր տարածքային ամբողջականության մաս։ Տրամպն իր հերթին հետաքրքիր հայտարարություն է անում, թե Միացյալ Նահանգները սկսում է Օրմուզի նեղուցով նավերի անցկացման օպերացիա եւ եթե ինչ-որ պետություն խանգարի դրան, ապա դա կարող է վերաճել պատերազմի։ Բնական է ինչ-որ պետություն ասելով Տրամպն նկատի ունի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերին։ Մի փոքր դժվար է պատկերացնել, թե ամերիկյան նավերը ինչպես են անցկացնելու մյուս պետությունների նավերը Օրմուզի նեղուցով, բայց ինչպես ասում են, սպասենք տեսնենք, թե ինչպես է իրավիճակը զարգանում։ Մենք արդեն սովոր ենք, որ Տրամպը մի բան ասում է, մյուս բան անում։ Եվ հիմա տեսնենք, թե կլինի արդյոք նա իր խոսքի տերը եւ ինչ աջակցություն կունենա նաեւ տարածաշրջանային պետություններից։ Այս վերջի զարգացումների ֆոնին արաբական պետությունները եւ հատկապես ծոցի երկրները մի փոքր իրենց հետ են պահում Միացյալ Նահանգներից եւ հասկանում են, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացումը ավտոմատ կերպով իրենց դարձում է թիրախ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռների համար։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Միացյալ Նահանգներ-Գերմանիա հարաբերությունների հետ է կապված։ Պենտագոնը հաստատում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 5000 զինվորական դուրս բերել Գերմանիայից, որը կտևի 6 ամսից մինչև 12 ամիս։ Սա խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի ներսում մենք գործ ունենք բավականին լուրջ ճգնաժամի հետ։
Գերմանիայի դիրքորոշումը Իրանի պատերազմի հետ կապված իրեն, ինչպես ասում են, զգացնել է տալիս։ Միացյալ Նահանգները չէր սպասում, որ Գերմանիան կարող է նման դիրքորոշում հայտնել եւ չաջակցել իրեն։ Դրա համար էլ, ինչպես ասում են, որպես պատասխան Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերը Գերմանիայից, ըստ էության պաշտպանությունը թողնելով հենց գերմանացիներին։ Թրամփը նախորդին էլ հայտարարել էր, որ Ուկրաինային ոչ մի օգնություն չի տրամադրելու եւ եթե գերմանացիների եւ մյուս եվրոպացիների համար այդքան կարեւոր է ուկրաինական պատերազմը, ապա թող իրենք էլ դրա համար վճարեն։ Մենք այդ մասին խոսել ենք։ Հիմա ըստ էության Թրամփը խոսքից անցնում է գործի եւ 5000 զինվորականներ դուրս բերելը, սա ոչ միայն կարող է վտանգավոր լինել բուն Գերմանիայի համար, այլ նաեւ դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ եւ աստիճանաբար Միացյալ Նահանգները սկսի դուրս բերել իր ողջ զորակազմը Եվրոպական միությունից։ Իսկ Եվրոպական միության բանակները պատրաստ չեն լրացնել այդ զորքերի տեղը, քանզի եւ թվականակով բավականին քիչ են եւ շուրջ 6 տասնամյակ ստիպված չլինելով միջոցներ ուղղել սեփական պաշտպանության համար, նրանք հիմա ստիպված են լինելու բյուջեում որոշակի վերաձևումներ իրականացնել։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրավիճակը ինչպես է զարգանում։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։